Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները լսեցին անցած տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների ելույթները։ Հերթը հասավ ընդդիմադիր պատգամավորների արձագանքին, որտեղ է իշխանությունը ճոխ ներկայացնում թվերը, որտեղ է մանիպուլացնում հասարակությանը եւ ընդհանրապես ինչ արդյունք գրանցվեց անցած տարվա ընթացքում։ Այս հարցին իրանք Հայաստանի քաղաքացին ավելի բարեկեցիկ ապրում, թե չէ, թող պատասխանի Հայաստանի այն քաղաքացին, որ 2018-ի համեմատությամբ ում համար հացը ավելացել է հացի գինը 35%-ով 440 դրամից դառնալով 600 դրամ, ում համար մակարոնը աճել է գրեթե էլի նույնքան 490 դրամից դառնալով 740 դրամ, մթերքի գները տեսել եք։ Իշխանությունը հայտարարում է, թե 2024-ը ամենախաղաղ տարին էր։ Պատգամավոր Վարդանյանը զարմացած է։ Սյունիքն էլ տակ 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբան կանեն, ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իշխանական թևից ռեպլիկներ հնչեցին Վարդանյանի ելույթի ժամանակ։ Արձագանքեցին ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորները։ Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լրեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը, լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք։ ՔՊ-ական պատգամավորը ընդդիմության դիտարկումներին անդրադարձավ, սկսեց հայտարարագրման վերաբերյալ նրանց հնչեցրած գնահատականներից։ Ասացիք, որ ձեր խմբակցությունը նախաձեռնել էր հայտարարագրման համակարգի չեղարկման այդպիսի նախաձեռնությամբ եք հանդես եկել, ու մենք մերժել ենք։ Այո, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, չնայած նախագիծը Հայաստան խմբակցությանը չէր, այլ Թադևոս Ավետիսյանինն էր, եւ պարոն Ավետիսյանը միայնակ էր այդ նախագիծը պաշտպանում հանձնաժողովի նիստում։ Աննա Գրիգորյանի դիտարկմամբ էլ թվերը, որոնք ներկայացնում են իշխանության ներկայացուցիչները, միլիարդներով, միլիոններով մանիպուլացնող են։ Եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ ինչքան էիք ասում 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում, բայց 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Պատգամավոր Գրիգորյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների հասցեին հաճախակի հնչեցվող դժգոհություններին։ Կառավարության նիստում ասում ենք բոլորս առաջին դասարանում ենք մնացել, տգետ ենք, բայց նաև պարգևավճար եք ստանում։ Այդ ո՞նց է տենցել։ Ահա այսպիսին է տնտեսական պատկերը պատգամավոր Գրիգորյանի պատկերացմամբ։ Հայաստանի պետական պարտքը մինչև 2018 թվականը 7 միլիարդ դոլար էր, 18-ից 25 թվականներին հասել է 13 միլիարդ դոլարի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։